Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն մայիսի 12-ն է եւ այս հաղորդման մեջ հիմնականում կենտրոնանալու ենք թե ինչ է հիմա տեղի ունենում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, քանի որ շատ կարեւոր գործընթաց է սկսվել, շատ կարեւոր գործընթաց։ Պուտինը առաջարկում է, որ մայիսի 15-ին Ստամբուլում քննարկվի, այսինքն բանակցություններ անցկացվեն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, հիմնականում այդ հարցն են քննարկելու, անդրադառնալու ենք նաև Հայաստանին վերաբերող հարցերի, փորձելու ենք հասկանալ, թե ինչ է հիմա տեղի ունենում Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ, խոսելու ենք նաև Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ երեք տեղի ունեցած բանակցային գործընթացի։ Նախքան հաղորդումը սկսել արագ հիշեցնեմ լայքերի մասին, շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ միշտ լայքերը դնում են, եւ սկսենք Հայաստանին վերաբերող հարցերից։ Երեք շատ կարեւոր հայտարարություն է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականը, նա խոսել է այն մասին, որ Դոնալդ Թրամփը իր վարչակազմով հանձնարարել է իրենց, որպեսզի զբաղվեն բոլոր կոնֆլիկտներով աշխարհում, որպեսզի խաղաղություն լինի, եւ այդ թվում նաեւ նա հիշատակել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կոնֆլիկտը, ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը եւս պետք է ավարտվի։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ այս առումով ոչ մի փոփոխություն չկա եւ շատ կարեւոր է, որ իրենք շեշտում են, որ Հարավային Կովկասը եւս գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում եւ ուզում են հասնել երկար խաղաղության, հարատեւ խաղաղության Հարավային Կովկասում։ Չափազանց կարեւոր հայտարարություն։ Հաջորդ հարցը, որը որ արժանի է ուշադրության, դա Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, այսինքն Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ զորավարժություններն են Նախիջևանում։ Այս ամենին ես կկապեմ նաև այն, որ երեք Ադրբեջանը բավականին մեծ ցույց էր տեղի ունեցել ի աջակցություն Պակիստանի, նաև այսօր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելելու է Հնդկաստան, դա եւս գիտեք, եւ այս ամենը տեղի ունենում Հնդկաստանի եւ Պակիստանի մեջ այդ մեծ լարվածության ֆոնին։ Ինչի համար եմ ես սա ասում։ Շատ հաճախակի են անցկացնում նման զորավարժություններ Ադրբեջանը եւ Թուրքիան, ես կարծում եմ, որ մենք կամաց պետք է հասնենք նրան, որ Հայաստանը եւ Հնդկաստանը համատեղ զորավարժություններ սկսեն անցկացնել։ Դա չափազանց կարեւոր է, հուսանք, որ այդպիսի առաջարկներ կլինեն հայկական կողմից Հնդկաստանին եւ այդպիսի զորավարժություններ մենք կունենանք օրինակի համար Սյունիքում, կարելի է նաեւ Հնդկաստանում էլ անցկացնել նման զորավարժություններ, բայց շատ կարեւոր է, որ Սյունիքում նման զորավարժություններ տեղի ունենան։ Մենք ունենք Հայաստանի եւ Իրանի համատեղ զորավարժությունները, ճիշտ է երկրները իրենց սահմանից այն կողմ են անցկացրել այդ զորավարժությունները, բայց այն համատեղ է եղել, դա էլ հասկանալի է թե ինչու, բայց Հնդկաստանը շատ դրական ընկալում ունի արևմտյան երկրների կողմից եւ Հնդկաստանի հետ խորացնելը հարաբերությունների միայն դրական է անդրադառնալու մեզ վրա, եւ ես կարծում եմ, որ Հնդկաստանի հետ կարեւոր է անցկացնել այդպիսի զորավարժություններ եւ ցուցադրել Ադրբեջանին եւ Թուրքիային եւ ոչ միայն, որ մենք Հնդկաստանի հետ շատ խորը հարաբերություններ ունենք, այդ թվում նաեւ ռազմական։ Հիմա ասենք արդեն միջազգային կարևոր հարցերին, քանի որ Հայաստանի շուրջ այս պահի դրությամբ մեծ հաշվով շատ քննարկելու բան չկա։ Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնում է Գերմանիան, դա եւս շատ կարեւոր է, բայց այստեղ եւս չեմ կարծում, որ այս պահի դրությամբ մեծ հաշվով շատ բան ունենք խոսելու, քանի որ դեռևս այդ այցը տեղի չի ունեցել եւ չունենք հայտարարություններ, հանդիպման մասին ինչ-որ տեղեկություններ։ Ինչ վերաբերվում է միջազգային ամենակարևոր հարցերին, դա Վլադիմիր Պուտինի առաջարկն է մայիսի 15-ին Ստամբուլում անցկացնել բանակցություններ առանց նախապայմանի Ուկրաինայի հետ, բայց միաժամանակ նախապայմանները Պուտինը դրել էր այդ իսկ հայտարարության մեջ, սակայն կարևորը ինչ է այստեղ։ Ես որքան վերլուծում եւ հասկանում եմ, Պուտինը շատ մաքսիմալիստական պահանջներ է դնելու, պահանջներ է ներկայացնելու այդ բանակցությունների ընթացքում։ Հələ շատ մեծ կասկած է առաջացնում, որ ինքը անձամբ է մեկնելու Ստամբուլ, չնայած որ Զելենսկին ասում է, որ ես կլինեմ այնտեղ եւ կսպասեմ անձամբ Վլադիմիր Պուտինին։ Զելենսկիի հայտարարությունը այդ մասով հրաշալի է, բայց ես չեմ կարծում, որ Վլադիմիր Պուտինը այցելի Ստամբուլ եւ անձամբ հանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ։ Տեսնենք ամեն դեպքում, բայց կարծում եմ քիչ հավանական է դա։ Եվ դուք տեսաք մեր վերնագրի մեջ հիմնական միտքը այն է, որ Պուտինը պատրաստվում է մեծ
պատերազմի։ Ես կասեմ, թե ինչու պատրաստվում է ինքը մեծ պատերազմի։ Նախ իր այդ հայտարարությունը, որը տեղի ունեցավ 2 օր առաջ, այդտեղ ինքը օգտագործեց պատերազմ բառը։ Սրանից առաջ Ռուսաստանում պատերազմ բառի համար դատում էին։ Երկրորդը, իրենց պրոպագանդիստներից մի քանիսը տարածում էին գաղափար, թե Պուտինի հայտարարությունը կլինի այն, որ Պուտինը համընդհանուր զորակոչ է հայտարարել Ռուսաստանում եւ ահա այդպես է մտնելու պատերազմի մեջ, այսինքն մեծ պատերազմ է սկսվելու ոչ միայն ընդդեմ Ուկրաինայի, երևի Ուկրաինան է հիմնական թիրախը, բայց Ուկրաինայով այդպես շարունակվելու այդ պատերազմը։ Դրանից բացի վերջերս մենք լսում ենք Ռուսաստանի պաշտոնյաներից, նույնիսկ Պուտինն է ասել, որ եթե պետք լինի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա նման, Ռուսաստանը կմոբիլիզացվի։ Այդ հայտարարությունները շատ կարևոր են, դրա համար ասում են, որ ուշադրություն է պետք դարձնել։ Պուտինի այդ հայտարարությունը փաստացի, որ 15-ին եկեք բանակցություններ անցկացնենք, դա այն է, որ Պուտինը ուզում է խուսափել հիմա հրադադար հաստատելուց, այսինքն Կիրակի եւ Երկուշաբթի էր տրված իրեն վերջին ժամկետը, այսինքն այսօր է այդ վերջին վերջնաժամկետը, որ Պուտինը հայտարարի 30 օրով հրադադար, բայց խուսափելու համար նա հայտարարեց, որ արիք 15-ին, ամսի 15-ին հանդիպենք եւ այդ ամենին արձագանքել են արդեն թե Փարիզից, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներից, թե Գերմանիայից, տարբեր երկրներից են արձագանքել, օրինակի համար հատուկ բանագնաց Ամերիկայի Միացյալ Նահանգներից Քիթ Քելոգը ասում է, որ Պուտինը չի ցանկանում, որ պատերազմը դադար առնի եւ նա կոչ է արի հստակ, արիք 30 օրով հրադադար հաստատենք, հետո նոր սկսենք բանակցել։ Նույն կարծիքին են փաստացի եվրոպական երկրներում, ճիշտ է, կան երկրներ, որոնք որ ողջունել են այն գաղափարը, որ Պուտինը ուզում է սկսել բանակցություններ, այսինքն ցանկացավ վերջապես սկսել բանակցությունները։ Փարիզից էլ են ողջունել, բայց ասում են, որ դա բավարար չէ, նույնիսկ Զելենսկին է ողջունել, որ վերջապես Ռուսաստանը սկսեց խոսել խաղաղության մասին, բայց բոլորն էլ նշում են, որ դա բավարար չէ, հստակ հասկանում են, որ դա հնարավոր է եւ խապկանք լինի։ Փաստացի դա է հասկացել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Երեք նա գրառում է կատարել, որ Պուտինը չի ցանկանում Ուկրաինայի հետ հրադադար հաստատել, բայց ցանկանում է 5 շաբթի հանդիպել եւ քննարկել, այսինքն այդ բանակցությունների մասին է խոսքը, բայց որ այն, որ արդեն Թրամփը կոնկրետ ասում է, որ չի ցանկանում Պուտինը հրադադար հաստատել, սա շատ բանի մասի է վկայում։ Հիշում եք, նախկինում նա ասում էր, որ ինքը կարծում է, որ Պուտինը ուզում է, որ պատերազմը ավարտվի, բազմիցս հայտարարել է նման բան, հիմա ճիշտ հակառակն է ասում Դոնալդ Թրամփը, եթե նկատել եք, եւ նույն ժամանակ Թրամփը կոչ է արել Զելենսկիին եւ Ուկրաինային համաձայնվել այդ բանակցություններին, ինչեւ արդեն նշեցի, Զելենսկին արել է համաձայնվել է, ասել է, որ ինքը անձամբ սպասելու է Վլադիմիր Պուտինին։ Ահա այսպիսի հետաքրքիր շատ խաղ է սկսվել։ Կարևոր է նաև նշել, որ Դոնալդ Թրամփը հիմա Մերձավոր Արևելքում տարբեր հանդիպումներ է անցկացնելու, տարբեր երկրներ է այցելելու, որից հետո Մարկո Ռուբիոն արդեն ամսի 14-ին մեկնում է նույն Թուրքիա, Անտալիա, որտեղ որ ՆԱՏՕ-ի շրջանակներում տարբեր հարցեր են քննարկվելու, թե ինչպես անեն, որպեսզի ՆԱՏՕ-ն ավելի ամրապնդվի եւ ինչպես են դաշնակիցները օգնելու միմյանց եւ Ուկրաինային։ Հետաքրքիր է, չէ՞, զուգահեռ անցկացվելու են բանակցություններ Ուկրաինայի հետ եւ հնարավոր է Մարկո Ռուբիոն միանա նաեւ այդ բանակցություններին հաջորդ օրը արդեն մայիսի 15-ին, դա եւս չեմ կարող բացառել։ Բայց Times-ն էլ գրում է, հաստատի մեր կարծիքի նման Times-ի կարծիքով եւ պատկերացումով, Պուտինը չի ցանկանում խաղաղություն եւ մաքսիմալիստական պահանջներ է առաջ քաշելու Վլադիմիր Պուտինը։ Տարբեր տեղերից են մենք հավաքել այդ պահանջները եւ իրար միացնելով ստացվում է հետեւյալը։ Ռուսաստանի Դաշնությունը մայիսի 15-ին Ստամբուլում պահանջելու է, որպեսզի Ուկրաինայում լինի իշխանափոխություն։ Դա մեկ։ Պահանջելու է, որ այն տարածքները, որոնք որ գրավել է, մնա Ռուսաստանի կազմում։ Հնարավոր է պահանջեն, որ Ղրիմը ճանաչեն Ռուսաստանի տարածք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից պահանջում էին։ Նաեւ շատ հնարավոր է, որ պահանջեն ելի որոշ տարածքներ, որոնք որ ամբողջովին չի կարողացել գրավել ռուսական բանակը։ Սա եւս կա։ Հաջորդը այն է, որ Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ եւ ՆԱՏՕ-ի երկրների որևիցե երկրի զորք չպետք է լինի Ուկրաինայում եւ Ուկրաինան չպետք է զինվի։
այդ պահանջները ես կարծում եմ շատ իրատեսական են, որ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնելու է այդ բանակցությունների ընթացքում։ Չեմ կարող ասել ձևի համար, որ պահանջներից կարող է իրենք հետ քաշվեն, բայց այդ պահանջները գրեթե բոլորը բացառությամբ ՆԱՏՕ-ի անդամակցելուց հրաժարումի, ես կարծում եմ, եւ այն որ որոշ տարածքներ, որոնք որ գրավել է Ռուսաստանի Դաշնությունը, մնալու են իրենց վերահսկողության տակ, այդ պահանջներից բացի ես կարծում եմ, որ մնացած պահանջները գրեթե անիրականանալի են, եւ թե Եվրոպական միությունը եւ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն համաձայնվելու ամենայն հավանականությամբ, որպիսի այդ պահանջները կատարվեն, քանի որ այդ պահանջների կատարման պարագայում այլևս Ուկրաինա գոյություն չի ունենա։ Հետևաբար դա թույլ կտա Ռուսաստանի Դաշնությանը հայտարարել, որ բանակցությունները ավարտվել են առանց որևիցե հաջողության, իսկ պատժամիջոցները, որոնք որ նոր են մտցվելու Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, այդ հզոր պատժամիջոցները երկրորդական, որոնք որ իրոք շատ մեծ լուր հարված են հասցնել Ռուսաստանի տնտեսությանը, դրանց բացի, քանի որ խոսքը այն մասին, որ սկսելու են զենք զինամթերք տրամադրել Ուկրաինան ավելի մեծ ծավալներով, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե Մեծ Բրիտանիան եւ թե այլ երկրներ, դրան ի պատասխան Ռուսաստանը կարող է հայտարարել համընդհանուր մոբիլիզացիա եւ արդեն այդ SVO կոչվածը, հատուկ ռազմական գործողություն կոչվածը անվանել կարող է պատերազմ, հնարավոր նաեւ ընդդեմ արևմտյան դաշնակիցների, ինչ որ մի ձևակերպում կտան, դա չէ կարևորը։ Ես կարծում եմ, որ ամենահավանական սցենարը դա է, ցավոք սրտի, շատ վատ սցենար է, բայց դա է, սակայն նույն ժամանակ չեմ կարող բացառել այն, որ այնուամենայնիվ ինչ որ պայմանավորվածություններ կձեռք կողմերի միջև։ Հուսանք, որ պայմանավորվածություններ ամեն դեպքում ձեռք կբերվեն եւ Ռուսաստանի Դաշնությունը Վլադիմիր Պուտինը կհամաձայնվի դադարեցնել պատերազմը ընդդեմ Ուկրաինայի եւ իրոք այնպիսի իրավիճակ կհաստատվի, որ Ռուսաստանի Դաշնությունը այլևս չի ցանկանա հարձակվել Ուկրաինայի վրա եւ կամաց հարաբերությունների կարգավորում տեղի կունենա։ Այսինքն այդ լարվածությունը մեզ էլ ձեռնտու չէ, սիրելի հայրենակիցներ, որը որ կա Ռուսաստանի Դաշնության, Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, չեմ ասում նրանց միջև միանգամից փայլուն հարաբերություններ կհաստատվեն, ոսկեդար կլինի եւ դա շատ լավ կլինի մեզ համար։ Լարվածություն նայած թե ինչ աստիճանի է, եթե կա փոքր լարվածություն կարող է այն նպաստավոր լինի, բայց եթե կա շատ մեծ ահռելի լարվածություն եւ գրեթե պատերազմական իրավիճակ, դա նաեւ մեծ ռիսկեր է առաջացնում մեզ համար։ Դրա համար ես կարծում եմ, որ եթե մի փոքր մեղմանան հարաբերությունները եւ մոտեցումները Ռուսաստանի Դաշնության եւ արևմտյան երկրների միջև, դա կարող է բխել մեր ազգային եւ պետական շահերից։ Բայց ես լավատես չեմ, ինչպես արդեն նշեցի, ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը զորակոչ է հայտարարելու համընդհանուր Ռուսաստանի Դաշնության մեջ եւ պատերազմ է հայտարարելու արդեն Ուկրաինային, երևի Ուկրաինային ամենայն հավանականությամբ, դե այդ մասին արդեն մենք կտեղեկանանք, կարծում եմ, մոտակա օրերի կամ առավելագույնը շաբաթների ընթացքում։ Ես այս ամենը պատահական չէ, որ ասում եմ, տեսեք Պեսկովի հայտարարությունները, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանա, չի թույլ տա, որպեսզի ՆԱՏՕ երկրները տեղակայվեն Ուկրաինայում, չի թույլ տա, որպեսզի ՆԱՏՕ-ի ենթակառուցված մտնի Ուկրաինա, նույն ոչին է արտահայտվում նաև Զախարովան, այսինքն այդ բոլոր հայտարարություններից, եթե մենք ընդհանուր միացնում ենք իրար, ինչպես ես արդեն փորձեցի անել ձեզ հետ միասին, հստակ մենք այդ պատկերն ենք տեսնում։ Բայց հուսանք, որ ամեն ինչ լավ լինի։ Հիմա մի քանի բառով անդրադառնանք Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև տեղի ունեցած բանակցությունների, կարևոր հայտարարություններ են արվել իրանական կողմից, նրանք անվանում են այդ բանակցությունները դժվար, բայց նպաստավոր, շատ օգտակար։ Կա խոսք այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում է Իրանից չհարստացնելու ուրանը, բայց Իրանը պնդում է, որ այնուամենայնիվ իրենց պետք է որոշ մակարդակի հարստացնել ուրանը, ոչ թե ատոմային ռումբի համար, այլ խաղաղ ատոմային էներգետիկայի համար։ Խոսք կա, որ կողմերը միմյանց ընդհանուր առմամբ սկսել են ավելի լավ հասկանալ, ավելի շատ են մոտեցել կողմերի դիրքորոշումները միմյանց
Դե ընդհանուր այդպիսի հայտարարություններ ենք մենք ստանում, որ բարդ բանակցություններ են, բայց դրական ազդեցություն են այդ բանակցությունները, շատ օգտակար են տվյալ բանակցությունները, դիրքերի մերձեցում, մոտեցում է նկատվում կողմերի միջև։ Դա մեզ համար ամենակարևոր եւ լավ լուրն է, ասեմ, որ սա իրոք սպասելի էր եւ դա չափազանց կարևոր է մեզ համար, մեր տարածաշրջանում խաղաղության համար։ Ինչ վերաբերվում է Պակիստանին եւ Հնդկաստանին, այս պայդրությամբ ամեն ինչ կարծես թե խաղաղվում է Պակիստանի եւ Հնդկաստանի միջև։ Հնդկաստանը նույնիսկ դամբաներն է սկսել բացել, որպեսզի ջուրը մատակարարվի արդեն Պակիստան։ Պակիստանի արտգործնախարարը հայտարարել է, որ այդ պատերազմի շարունակումը մեծ աղետալի հետևանքներ ունենալու, այսինքն իրենք շատ լավ սկսել են գիտակցել, որ մեծ խնդիրներ էին ունենալու, եթե այդ պատերազմը շարունակվեր։ Հնդկաստանը ամենայն հավանականությամբ, որքան ես եմ հասկանում այդ բոլոր տեղեկատվական խոսքերից, Հնդկաստանը հստակ կարողացել է այդ ընդհարումների պատերազմական գործողությունների ընթացքում ցույց տալ, որ լուրջ առավելություն ունի մարտի դաշտում, թե օդում, թե հողի վրա, ամեն ձևով կարողացել է հստակ ցուցադրել իր առավելությունները եւ բավականին ցավոտ եւ լուրջ հարվածներ է կարողացել հասցնել Պակիստանի բանակի դիրքերին։ Պակիստանում դա շատ լավ հասկացել են, լուրջ են մոտեցել կատարվածին։ Հիշում եք, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ արդեն տեղի ունեցավ այդ հրադադարը, որով որ րոպեներ անց խախտվել էր Պակիստանի կողմից, Պակիստանը փորձել էր հարվածներ հասցնել Հնդկաստանին, իսկ հակահարվածը շատ ավելի ցավոտ եւ լուրջ էր եղել Հնդկաստանի կողմից եւ դրանից հետո ռազմական գործողությունները դադարեցվել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ միջնորդական ջանքերի շնորհիվ։ Շատ հետաքրքիր իրավիճակ է, ես կարծում եմ, որ այս իրավիճակից Հնդկաստանը ավելի ամուր է դուրս գալիս բոլոր առումներով, նաև ամրապնդելով իր դիրքերը միջազգային ասպարեզում, ինչից մենք բնականաբար կարող ենք եւ անպայման պետք է օգտվենք։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ կրկին լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, ցտեսություն, կհանդիպենք։